Իրեկի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Ընտրություններից հետո ստեղծված իրավական կոլապսն ու ընդդիմության մտորումները, արդյոք առկա խախտումները բավարար են արդյունքները անվավեր ճանաչելու համար եւ արդյոք պատգամավորության բոլոր տեխնատուները կհետևեն իրենց կուսակցությունների որոշումներին։ Հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Մենք մտնել ենք սահմանադրական դատարան։ Հիմքերը կան անվավեր ճանաչելու համար։ Իմանանք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է թե չէ։ Ինչ որ մեկը դատվել է, այս տվյալները սխալ մուտքագրելու համար։ Դատարանը բնականաբար այդ դիմումը մերժելու է։ Եղել է սխալ մուտքագրում։ Մանդատ չվերցնելը որևիցե բան չի փոխելու։ Իրենք պետք է համապատասխան որոշում կայացնեն։ Արտահանման կառուցվածքում սպասվելիք փոփոխություններն ու եվրոպական շուկա մտնելու տխուր հեռանկարը, ինչ դժվարությունների են ամենամոտ ապագայում հանդիպելու հայ արտադրողները եւ արդյոք փույս չեն իրավասուների հավաստիացումները։ Մեր պտուղ բանջարեղենի որակը մեղմ ասած չի համապատասխանում։ Անգամ չգիտի իր օգտագործած ֆունաքիմիկատի ազդողնյութի անվանումը։ Մեկը մեկի նույնն են, ինչը հոլանդականն է, ֆրանսիականն է։ Ինչ էր լավ էր, որ դուրս էին հանում։ Եվրոպացին սովոր է գազարագույն կլոր ծիրան։ Չունենք լաբորատորիա, չունենք եթնարությունը։ Լրիվ արդեն հոգնել են։ Դպրոցներ խուժած արհեստական բանականությունն ու փորձագետների հորատեսական կանխատեսումները, ինչու երեխաները ոչ հեռու ապագայում չեն կարողանալու պատասխանել երկու գումարած երկու հարցին եւ արդյոք կրթությունն առաջնահերթ մարդ-տեխնոլոգիա հարաբերությունների մասին է։ Լայնում ենք հսկական համակարգում արհեստական բանականության Համակարգերը միջև հիմա էլ հասանելի է։ Պես նստի քրքրեց Ժամանակաշրջանի պահանջն է այդպեսին։ որքանով է սա պետք, դրա հետո կհասկանամ։ Մենք մի խնդիր որ մոլորակի լավագույն ուղիներ չեն կարող։ Այս գործիքակազմը կդառնա դասավանդողների օգնական։ Կապանի համայնքապետի որդու ու եղբոր ընտանիքի անդամների ողբերգական մահը եւ մեքենան միտումնավոր հրկիզածը, ինչու էր վթարից հետո բեռնատարի վարորդը ճողոպրել եւ ինչ հայտնաբերեցին հրշեջները կրակը մարելուց հետո։ Այս ծառը չել էր вообще։ Որտեղից է բրթելով տարի։ Այս 4-րդը չէ։ 3 վիրավոր։ Մի ամբողջ ընտանիք։ Անդադար պայքարի մեջ գտնվող կնոջ դառը պատմությունն ու ծանր հիվանդությամբ տարապող փոքրիկը, ինչպես է հանուն երեխայի վաճառել Երևանի բնակարանն ու տեղափոխվել Ալավերդի եւ ինչպես է ամուսինը անսպասելի հեռացել։ Չեմ դիմանում։ Ռուսներն են բրծել։ Օչի տեսես են վախեցել էի։ Հայր չեն կերել դուսն են քնել, խավերը մի հատ Շաունասել։ փեջի վրա տակածնում են դյուրը, որ քուրիկը լողանար։ Մարդիկ ովքեր չեն հասկանում իրենց մաման ինչ հասկանան տոնքը կարճ բանա։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։